Բարև ձեզ Meridian Expo կենտրոնում այս պահին տեղի է ունենում 5-րդ Career City Fest լավագույն գործատուների փառատոնը, որն իրականացվում է 5 սերունդ 1 ռիթմ խորագրի ներքո։ Եվ այս պահին թերթերի տաղավարում մենք զրուցելու ենք հաղորդավարուհի ինֆլուենսեր Արևիկ Ուդումյանի հետ։ Բարև ձեզ Արևիկ։ Ողջույն։ Արևիկ գաղտնիք չէ, որ այսօր ինֆլուենսեր մարքեթինգը դարձել է ամենաարագ զարգացող գործիքներից մեկը, որ կիրառվում է բիզնեսի ու հաղորդակցության մեջ, եւ ըստ էության ինֆլուենսերները ոչ միայն արդեն կոնտենտ են ստեղծում, այլև դառնում են մարդիկ, ովքեր որ ազդում են թե բիզնեսի զարգացման վրա, թե մտածելակերպի վրա։ Դուք եւս բավականին ակտիվ եք սոցցանցերում, թեև երկար ժամանակ ձեզ տեսել ենք եթերում, նաև կադրից այն կողմ, այս անցումը ինչպես ստացվեց ձեզ մոտ, սա ժամանակի պահանջ էր։ Կարծում եմ կոնկրետ իմ դեպքում անցումը շատ օրգանիկ էր, որովհետև ես շատ բուրըն ու ակտիվ գործունեություն էի ծավալում հեռուստատեսությունում, միանգամից մի քանի պրոյեկտի վրա էի հիմնականում աշխատում եւ որպես պրոդյուսեր եւ որպես հաղորդավար, բայց բալիկից ծնվելուց հետո, տղայից ծնվելուց հետո բնականաբար նույն ռիթմով չէի կարող շարունակել ու գիտեք այդ ժամանակ այս դաշտը այնպես չէր ինչպես հիմա, հա։ Հիմա շատ հստակ է իր կանոններով, իր շուկայով, պահանջարկով, առաջարկով, այն ժամանակ ուղղակի այդ մամայական օրակարգում փորձում էի կիսվել ինձ համար հետաքրքիր թեմաներով, այնպես որ իմ դեպքում դա շատ օրգանիկ է եղել այդ անցումը։ Արևիկ, այսօր շատերը, ում մենք տեսնում ենք եթերում, տեղափոխվել են սոցցանցեր եւ ակտիվ գործունեություն են վարում այնտեղ։ Ստացվում է, որ եթե դու ցանկանում ես լինել պահանջված, առնվազն պետք է սկսես ակտիվ լինել սոցցանցերում, այդպես է թե ոչ։ Իրականում այդ միտքը ինձ այնքան դուրս չի գալիս։ Այսինքն կներեք ինֆլուենսեր մարքեթինգը փոխել է ոլորտի խաղացողները։ Ես ոչ թե ասում եմ ձեզ հետ համաձայն չեմ, ձեզ հետ համաձայն եմ ու ինձ այդ միտքը այնքան դուրս չի գալիս, որովհետև ես շատ ուզեմ, որ մենք ապրենք մի աշխարհում, որտեղ պարտադիր չլինի ներկայացնել անընդհատ, հա, որովհետև X աշխատանքը դա X աշխատանքն է։ Ներկայացնելը դրա մի ուրիշ կողմն է։ Եվ երբ արդեն ոչ միայն հեռուստատեսության բնագավառի մարդիկ, երբ արդեն բոլորը, բժիշկները, բոլոր արվեստագետները ունեն կարիք լինելու ներկայացված, որպեսզի ունենան պահանջարկ, այդ իրականությունը ինձ դուրս չի գալիս, ինչքան էլ ես այդ իրականության մեջ եմ։ Բայց պատասխանելով ձեր հարցին, ինչ որ չափով այո, մենք դեռ այն սերունդն ենք ու այն ժամանակում ենք, որ տարիների ընթացքում վաստակած քո անունը, քո մասնագիտական հմտությունները թույլ են տալիս որոշ մարդկանց չլինել համացանցում, բայց ունենալ իրենց դիրքն ու դերը։ Բայց ցավոք երևի կամաց դա էլ է վերանում։ Արևիկ, բոլորը կարող են զբաղվել ինֆլուենսինգով, այսինքն տեսեք, դուք մինչև ինֆլուենսեր մարքեթինգով զբաղվելը երկար ճանապարհ եք անցել, մասնագիտություն, փորձ, հմտություններ, կամերայի հետ աշխատելու հմտություն, բայց այսօր կարծես մեկ գիշերվա մեջ կարելի է դառնալ հայտնի։ Արդյոք ինֆլուենսեր մարքեթինգով զբաղվելը այնուամենայնիվ ենթադրում է որոշակի հմտությունների ձևավորում, ապա նոր միայն կոնտենտի ստեղծում։ Գիտեք, քանի որ համացանցը նման է օվկիանոսի, ամեն ինչ այստեղ կա։ Եվ առաջարկի առումով ամեն ինչ կա, եւ պահանջարկի առումով, այսինքն եւ մի կողմից մտածում ես, այո, պետք է ունենալ փորձ, պետք է ունենալ որոշակի առումով գեղեցիկ խոսք, տեսախցիկի հետ աշխատելու հմտություններ եւ այլն, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, ովքեր այդ ամենը չունենալով իրենց դերը ունեն։ Դրա համար ասել, որ դա անհրաժեշտ է, դա ցանկալի է, բայց անհրաժեշտ չի։ Մարդիկ կան, ովքեր իրենց խարիզմայի միջոցով են հասնում հաջողության, մարդիկ կան, ովքեր ուղղակի իրենց շատ առօրյա կյանքը, որը միգուցե իմ սերնդի, հա, հաղորդավարների համար մի քիչ անսովոր է ամեն ինչ ցույց տալը, հա, այդ աստիճանը ամեն ինչ, բայց մարդիկ կան, որ դրա շնորհիվ են հենց կարողանում լինել մասսայական եւ սիրված, այնպես որ համացանցը դա օվկիանոս է իր բոլոր լավ ու վատ կետերով։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը, բիզնեսների հետ աշխատելու ընթացքում դուք ինչ տպավորություն եք ստացել, այնուամենայնիվ, երբ բիզնեսը որոշում է, թե որ ինֆլուենսերի հետ աշխատել, նրանք իսկապես ընտրում են տաղանդ, հմտություններ, ասելիք, թե այնուամենայնիվ հետևորդների քանակը որոշիչ է լինում այս դեպքում։ Անի ջան, կարծում եմ ամեն ինչը դեր ունի, կախված է տվյալ բիզնեսը ինչ նպատակ է հետապնդում։ Մենք խոսում ենք այն դեպքերի մասին, որ
հույս ունենք, որ ունեն լավ թիմ, լավ մարքեթինգի աշխատողներ, հասարակայնության հետ կապերի աշխատողներ, SMM-ն է ուժեղ, մենք այդ դեպքերը հա քննարկենք։ Այդ դեպքերում կախված է նպատակը։ Բնականաբար, եթե ծառայությունը կամ պրոդուկտը մասսայականության մասին է, կարելի է նայել թվերին եւ ինձ թվում է հիմնականում հենց թվերին էլ այդ ժամանակ նայում են ինչքան հետևորդ կա, ինչքան դիտումներ կան եւ այլն։ Բայց եթե դու ուզում ես վաճառել այս սեղանը, որը միջին գնի է, միջինից թանկ է, դու գիտես, որ քեզ պետք է ոչ թե շատը, այլ քեզ պետք են կոնկրետ մարդիկ, այսինքն այդ targeting ասվածը, դու այդ ինֆլուենսերների, բլոգերների բազմազանության մեջ գտնում ես ու ֆիլտրում ես, գտնում ես քոնին, այն մարդուն, ում հետևորդը ու քո պոտենցիալ հաճախորդը նույնն են։ Ինձ թվում է ընկերությունները բավականին լավ այդ ուսումնասիրել են անում են, հա, բավականին լավ, որովհետև հիմնականում օրինակ ինձ հիմնականում դիմում են այն ընկերությունները, որոնք իմ հետ կապ ունեն, իմ տենց փոքրիկ աշխարհից են։ Շնորհակալ եմ, Մարիիկ։ Ես եմ շատ շնորհակալ։